Ուրասարի կամ ջրաշուշանների լիճ։ Ջրաշուշանների լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ջրաշուշանը հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և խստիվ արգելվում է այն քաղել։ Սպիտակ ծաղիկներով ջրաշուշանները դարձել են չափազանց հազվադեպ հանդիպող, աճում են Լոռու մարզի կանգուն և դանդաղահոս լճերում։ Եթե փնտրում եք մի վայր, որտեղ բնությունը կարծես դուրս է եկել հեքիաթի էջերից, ապա Լոռու մարզի ջրաշուշանների լիճը ձեր հաջորդ կանգառն է։ Ջրաշուշանները ծաղկում են միայն ամռանը, հուլիս-օգոստոս ամիսներին։ Ծաղիկները հիանալի բացվում են կեսօրին, արևի ուղիղ ճառագայթների ներքո, իսկ երեկոյան կամ անբամած եղանակին դրանք փակվում են ու անցնում ջրի տակ։ Ջրաշուշանների լայն տերևները լճում ապահովում են ստվեր ձկների համար և հանդիսանում հիանալի հանգստավայր գորտերի ու միջատների համար։ Լիճը ծածկված է հազարավոր սպիտակ ծաղիկներով, որոնք ստեղծում են կախարդական տեսարան։ Սա Հայաստանի ամենաֆոտոգենիկ վայրերից մեկն է, հատկապես արևածագին և մայրամուտին։ Հեռու քաղաքային աղմուկից այստեղ տիրում է բացարձակ լռություն, խաղաղություն և մաքուր օդ։ Հայկական ջրաշուշանների ծաղկման շրջանը սովորաբար սկսվում է հունիսի կեսերից և տևում մինչև օգոստոսի վերջ։ Լավագույն ժամանակը այցելելու լիճ կեսօրն է, երբ արևի ճառագայթների տակ ծաղիկները ամբողջությամբ բացվում են։ Սպիտակ ջրաշուշանը հարսնամատազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր ջրային բույս է։ Հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է, հանդիպում է 50 տեսակ։ Ծաղիկները մեկական են և խոշոր, լողում են ջրի մակերեսին, աճում են 1400-ից 1900 մետր բարձրությունների վրա, լճերում, չհոսող ջրերում։ Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկ շրջանում։ Ջրաշուշանների լճից մի փոքր հեռու գտնվում է Դորբանտավանքը։ Դորբանտավանքը գողտրիկ մի վայր է, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի ու արժեքավոր հուշարձաններից է։ Դորբանտավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում։ Ճարտարապետական և կառուցողական հատկանիշների, ինչպես նաև դեկորատիվ հարդարանքի մանրամասների ուսումնասիրությունից ելնելով հուշարձանը սերտորեն առնչվում է հայկական ճարտարապետության վաղ միջնադարյան հուշարձանների հետ և Գուգարքի ճարտարապետական դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր ստեղծագործություններից է։ Խաչաձև եռախորան եկեղեցի է, որ հորինվածքով մեծապես առանձնանում է նմանատիպ մյուս հուշարձաններից՝ Պեմզաշեն, Հնեվանք, Թալին և այլն։ Հայաստանի հյուսիսային հատվածում Լոռվա մարզում է գտնվում մեր երկրի սիրունագույն վայրերից մեկը՝ Ձորագետի կիրճը, որն ունի մոտ 100-ից 120 մետր խորություն։ Կիրճի միջով է անցնում նույնանուն գետը, որի երկարությունը 67 կիլոմետր է և սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Ձորագետ գետի ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 1460 մետր։ Ձորագետի կիրճով կարելի է արշավել մի քանի երթուղիներով՝ Ստեփանավան քաղաքից կամ Լոռվա բերդից սկսելով, սակայն ավելի գրավիչ և գեղեցիկ տեսարաններով է հարուստ, երբ արշավը սկսվում է Լոռվա բերդից և իջնելով կիրճը հնարավորություն է լինում հիանալու վերջինիս հզոր ժայռերով և տեղ-տեղ երևացող քարանձավներով։ Այս երթուղին ավարտվում է Կողեց գյուղում և շնորհիվ գյուղի բարձր դիրքայնության այնտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի ողջ կիրճը և բազումի լեռները։ Ձորագետի կիրճով անցնում է արշավասերների համար քաջ հայտնի մեկ այլ երթուղի ևս՝ Արևածագի ձորի և Ցիցքարի երթուղին։